եւ Վազգեն Գրիգորյանների որպես դա եւ մեր երեխաներին ցանկացել բոքս սպորտազեն եւ հատկապես շնորհակալություն հայտնել եւ ձեր բոլորից Էշտիագյուղի թեմի անունից ուզում եմ մեր գյուղի բարերար Գալինիկ Զոբյանի այս շնորհակալությունը հասնել ցավոք չկստավ ներկա գտնվել, բայց բոլորից հայտնի որ այդ մարդը մեր գյուղի սպորտի համար մեզ ներդրում ունի, մեր սպորտզալի վերուցման համար սպորտ դալիկը ջերուցվում է արդեն երրորդ տարին է այդ մարդը ֆինանսապես կանած մեր բոլորի ներողություն խնդրեց, որ չկստավ ներկայացնել, բայց հայտնելը որ եթե երեխաները արձանագրվեն հաջողություն ֆինանսապես եւ ամեն ձևի կանգնածը երեխաների որպեսզի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների ամեն գնով կանգնածը որ ունենան լավ արդյունքներ, լավ ապագասեն եւ ուզում շնորհակալություն հայտնել ժողովուրդ մեր փոքրիկներին իրոք մեր պարոն Վազգենը Ապրիլի 10-ը Նինոց Մինդայի շրջանի Հեշտիագյուղում նշանավորվեց որպես իսկական տոնական օր։ Գյուղը լցված էր աշխուժությամբ, ուրախությամբ եւ սպորտային ոգով, քանի որ այստեղ անցկացվում էր բռնցքամարտի առաջնություն։ Միջոցառումը համախմբել էր ոչ միայն Հեշտիագյուղի, այլև Թորիայի եւ Ուչմանակյուղերի Պադանի մարզիկներին, ովքեր պատրաստ էին իրենց ուժերը փորձել ռինգում։ Առաջնությանը նախորդել էին 3 ամիս տևած ինտենսիվ մարզումները, որոնց ընթացքում երեխաները ոչ միայն զարգացել էին իրենց ֆիզիկական կարողությունները, այլև սովորել էին կարգապահություն, համբերություն եւ պայքարի ոգի։ Այդ ամիսների ընթացքում յուրաքանչյուր մարզիկ քայլ առ քայլ մոտեցել էր իր նպատակին, այսօր ներկայանալ մրցմանը վստահ ու պատրաստ։ Մրցումների մեկնարկից արդեն զգացվում էր լարված, բայց միևնույն ժամանակ ջերմ եւ ոգեվորիչ մթնոլորտը։ Հանդիսատեսի շարքերում հավաքված էին ծնողներ, հարազատներ եւ գյուղի բնակիչներ, ովքեր եկել էին աջակցելու երեխաներին։ Յուրաքանչյուր մենամարտ ուղեկցվում էր բուռն ծափահարություններով, իսկ երեխաների աչքերում փայլում էր հաղթելու մեծ ցանկությունը։ Ռինգում ծավալվող պայքարը ցույց էր տալիս, որ այս երեխաները ոչ միայն մարզվում են, այլև արդեն ձևավորվում են որպես ուժեղ եւ նպատակասլաց անհատներ։ Այսօր Էշտիագյուղում մարզական տոն է, ուրեմն մեր Հեշտիայի սպորտ դահլիճում այսօր կայանում է բոքսի առաջնություն, քանի որ ես ինչքան տեղյակ եմ մոտ 3 ամիս է Էշտիագյուղում անցկացվում է բոքսի պարապմունքներ, որը սպորտ դահլիճի Էշտիայի սպորտ դահլիճի սանեն Էշտիագյուղի երեխաները, ոչ միայն Էշտիագյուղի, նաև Թոյրայի եւ Ուչմանագյուղի աշակերտները 3 ամիս ինչ հաջողում են այստեղ մեր մարզիչների ուղղորդությամբ թորդորով որոշվեց որ անցկացվի հետաքրքիր մի միջոցառում, ինչը արդեն 3 ամիս նրանք պարապում են, ուղղակի ցուցադրական ձևով տեսնենք թե ինչ արդյունք են հասել մեր երեխաները 3 ամիսների ընթացքում։ Մեր մարզիչների Վազգենի եւ Արմեն Գրիգորյանների շնորհիվ շատ հետաքրքիր միջոցառում անցկացվեց նրանց շնորհիվ, քանի որ նրանց քրտնաճան պարամունքների շնորհիվ երեխաները ցուցադրեցին հետաքրքիր բոյեր։ Ուզում եմ ասել, որ միջոցառումը այսօր կազմակերպել էր Էշտիայի երիտասարդ եւ նաեւ Սաքրեբուլոյի նախագահ եւ Էշտիագյուղի երիտասարդ Վահան Արոյանը, քանի որ ինքը բազմիցս ֆինանսավորել եւ աջակցել է մեր սպորտասերերին եւ մարզիչներին եւ մարզիկներին, այս անգամ նաեւ ֆինանսավորեց, որպեսզի այսօրվա գեղեցիկ միջոցառումը կայանա։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ծնողներին, որ իրենց երեխաներին վստահել են մեր սպորտ դպրոցին, մեր մարզիչներին։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ծնողների կողմից մեր Արոյանին, մեր ընկերոջը Վահանին, քանի որ բազմիցս անգամ նա ֆինանսավորել եւ աջակցել է մեր երիտասարդներին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մյուս ընկերոջը Գալինիկ Զոբյանին, քանի որ բազմիցս նաեւ ինքն էլ աջակից է եղել մեր սպորտասերերին, այս սպորտ դպրոցի կոմունալ ծախսերը ներկայացի ինքն է հոգնում, մոտ արդեն 5 տարի է ջերուցման ծախսը, լույսի ու մնացած սպորտ գույքերի ինվենտարների, ինչը որ դուք տեսնում եք այստեղ, նրա օգնությամբ եւ աջակցությամբ է եղել։ Հատուկ շնորհակալություն մեր բոլոր ծնողների եւ մեր սպորտասերերի կողմից նաեւ Գարիկին ու նաեւ նրանց, ովքեր իրենց գումար են ներդրել այս գեղեցիկ միջոցառման համար։ Նաեւ ուզում եմ առիթից օգտվել շնորհավորել մեր Էշտիագյուղի զավակին, այսօր անակնկալի եղանք,
ուզում եմ առիթից օգտվել, ուզում հատուկ շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, Գարիկ Քուրդովլյանին, նոր երիտասարդը, ով վերջերս Հայաստանում հասկացվել էր MMA-ի առաջնություն, բաց առաջնություն, որը մասնակցել են 800 հոգի 4 պետություններից, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, ինչ կան տեղյակ նաև Բելարուսիայից, 800 հոգուց 72 կիլոգրամ քաշային կարգում նա ճանաչվել է հաղթող, որի համար հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա ծնողներին եւ շնորհավորել Գարիկին, նաև մեզ համար մեծ հպարտություն է եւ մեծ պատիվ է։ Շնորհակալություն նաև ձեզ, որ այսօրվա միջոցառումը լուսաբանեցիք։ Միջոցառման կազմակերպման հիմքում կանգնած էին փորձառու եւ նվիրված մարզիչներ Վազգեն եւ Արմեն Գրիգորյանները, հայր եւ որդի, ովքեր իրենց ամբողջ ջանքն ու գիտելիքը ներդրել էին երեխաների զարգացման մեջ։ Նրանց շնորհիվ մարզումները դարձել էին ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության, այլև դաստիարակության կարևոր փուլ։ Մարզիչների համբերատար եւ հետևողական աշխատանքի արդյունքում երեխաները կարողացել էին հաղթահարել իրենց վախերը, ձեռք բերել ինքնավստահություն եւ վստահ քայլելով դուրս գալ ռինգ։ Հեշտ չէ 3 ամիս շարունակ ամեն օր աշխատել, հաղթահարել դժվարությունները եւ չհանձնվել, սակայն այս երեխաները ապացուցեցին, որ ճիշտ ուղղորդման դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Մարզիչների եւ սաների միջև ձևավորված վստահությունը ակնհայտ էր յուրաքանչյուր մենամարտի ընթացքում, որտեղ երեխաները ցուցադրում էին ոչ միայն տեխնիկա, այլև կամք եւ հոգեվոր ուժ։ Միջոցառման կայացման գործում անգնահատելի էր նաեւ Հեշտյակյուղի զավակ ավականու նախագահ Վահան Արոյանի ներդրումը։ Նրա առաջնությամբ եւ բազմակի ֆինանսավորմամբ հնարավոր դարձավ ոչ միայն այս առաջնության կազմակերպումը, այլև ընդհանուր առմամբ գյուղում սպորտային կյանքի ակտիվացումը։ Նրա նախաձեռնությունները մեծ խթան են հանդիսանում երիտասարդների համար զբաղվելու սպորտով եւ ընտրելու առողջ ապրելակերպ։ Հունվարի 9-ից եմ սկսել բարակումքը Հեշտյակյուղում, աշակերտների թիվը բավական շատ է, մոտ 60 աշակերտ ունենք, մեր խումբը է, ցավոք հնարավորություն չկա որ 3 խումբ բանանք, բայց փառքաստու համատեղել ենք ես եւ հայրս երկուսով իրար օգնելով, աղեկնա մեզի օգնելով, հասկանալով բարակում ենք 3 ամիս է լրանում արդեն։ Հա, մեր գյուղի մարզիկներից, Հեշտյակյուղի մարզիկներից բացի նաեւ իմ մարզիկներն էին Ախալքալակից, Գումուրդո գյուղից, ով ընդհանրապես իրար մեջ էին կազմակերպել, ընկերական, որ փորձնական ոչ որ քննություն է հանձնեին, մյուս տղերքը ով զույգ ունեին, իմ աշակերտներից մյուսներին վերել են նորեգներին, այսինքն որ իրենք բոքսը աշխատին, իմանան ինչ բան է բոքսը։ 3 ամսվա համար ես որպես մարզիչ երեխեքից շատ գոհ եմ, իրենք բոլորն էլ դուխով, ետքայլ չանելով, բոլորն էլ իրար լավ բոքսեցին, այդպես ասենք, հույս ունեմ Աստված առաջ լավ է լինելու, Վրաստանի չեմպիոն մնալու ենք մի տարվա ընթացքում մոտակա։ Դժվար սպորտ է, բոքսաձևը շատ դժվար սպորտ է ու տղերքը արտարացրին էսան, ցույց տվեցին որ իրենք կարող են։ Առանձնահատուկ ուշադրության արժանի էր նաև Գարիկ Զոբյանի մշտական աջակցությունը, ով տարիներ շարունակ կանգնած է սպորտասեր երեխաների կողքին։ Նրա ներդրումը մեծ է հատկապես մարզադպրոցի պայմանների բարելավման գործում, գույքի ձեռքբերումից մինչև կոմունալ ծախսերի հոգալը։ Նման մարդկանց շնորհիվ է, որ գյուղում սպորտը ոչ միայն գոյություն ունի, այլև զարգանում է։ Միջոցառման ընթացքում հնչեցին նաև անկեղծ շնորհակալության խոսքեր ծնողներին, ովքեր իրենց աջակցությամբ, հավատով եւ խրախուսմամբ կարևոր դեր ունեցան երեխաների հաջողությունների մեջ։ Առանց նրանց աջակցության դժվար կլիներ պատկերացնել այսպիսի արդյունքներ։ Օրվա ավարտը դարձավ իսկական տոն, լի ժպիտներով եւ հպարտությամբ։ Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, իրենց քրտնաջան աշխատանքի եւ ցուցաբերած կամքի համար։ Իսկ Գարիկ Զոբյանին հանձնվեց պատվոգիր գյուղում սպորտային կյանքի ակտիվացման եւ զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Այսօրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ համատեղ աշխատանքը, նվիրվածությունը եւ հավատը կարող են հրաշքներ գործել։ Այս երեխաները մեր ավական են եւ նրանց ձեռքբերումները հույս են ներշնչում, որ առաջիկայում մենք դեռ շատ հաղթանակների ականատես կլինենք։ Մաղթենք նրանց նոր բարձրունքներ, ուժ ու տոկունություն շարունակելու իրենց սկսած ուղին եւ հասնելու մեծ հաջողությունների։